Նախ կուզենայի շնորհավորել Արադ Արմենիային մինչ այժմ իրենց հաջողության համար եւ ցանկանալ հետագա հաջողություններ եվրոպական ասպարեզում շատ լավ թիմ ունեն, ինչպես նաեւ այսօրվա հաղթանակն եմ շնորհավորում։ Կարծում եմ առաջին խաղակեսում մենք էինք կամաց հատկապես ավելացնելով մինչև խաղակեսի վերջ մենք էինք կառավարում այսպես ասած ռիթմը ու ավելացրեցինք, շատ լավ խաղակես անցկացրեցինք։ Երկրորդ խաղակեսում արդեն Արադ Արմենիան էր գնալով ու մինչև վերջ երևի թե տեմպն ու ռիթմը իրենք կառավարեցին ու ֆիզիկապես երևի թե մեզ գերազանցեցին, հատկապես նաև փոխարինումներով, ինչը այսօր մեր մոտ հակառակը եղավ փոխարինումների մասով։ Ամեն դեպքում երկրորդ խաղի համար տարբերությունը զգացում էր Արմենիայի այսքան արդեն պատրաստվածության եւ մեր երկրորդ խաղի կփորձենք բարելավել։ Լավ մարզիչ է, լավ թիմ ունի, բայց ճակերտները չբացեմ, նույն առաջնությունում մրցակցում ենք, հաջողություն եմ մաղթում։ Դե անցյալ նախորդ խաղում Փյունիկի դեմ փոխարինման մտած ֆուտբոլիստները ուժեղացրեցին, այս խաղում չստացվեց։ Ամեն խաղ տարբեր է լինում, մեր ֆուտբոլիստները ընդհանուր մեր թիմը ունակ է շատ ավելի լավ խաղալու, մեր կիսապաշտպանությունը, մեր խաղի ոճը լավացնելու դեպքում մենք ունակ ենք շատ ավելի լավ ֆուտբոլ խաղանք, ինչին որ գնում ենք, կազմի մասով էլ ես միշտ գոհ եմ կազմից, բայց նաև ֆուտբոլում կա միշտ ավելի ուժեղացնել կազմը, մենք ունենք լավ ֆուտբոլիստներ եւ այսօր ուղղակի չստացվեց։ Այդ չնայած մեկ հաշվի ժամանակ մենք ունեցանք հնարավորություն գոլային ռեալ պահ ստեղծելու, բայց հենց այդ գրոհից էլ մենք վաստողեցին գոլ, եթե դառնար հաշիվը 2-1 ֆուտբոլում կարող էր եւ հենց այդպես էլ ի օգուտ մեզ ավարտվել, բայց ունենք այն ինչ ունենք։ Եվ եթե այո դուք տեսնում եք ինչ-որ զարգացումների համար, դոկմայի խաղի համար գրատում ինչ պետք է անի, որ մոտենային մակարդակին Չեմ կարող իմ մասին խոսել եւ ի կողքից ուրիշները կարող են նմանություններ գտնել կամ ոչ, բայց նա շատ մեծ պոտենցիալով լավ որակներ ունեցող պաշտպան է եւ աշխատում ենք բարելավել խաղ գնդակով հատկապես խաղ հասկանալը Մեզ մոտ շատ է ակցենտը գնդակով, թե ինչի է պետք գնդակը, եւ նա կամաց բարելավում է, պաշտպանությունում էլ է ունակ բարելավելու եւ հետագայում լավ պաշտպան, բարձրակարգ պաշտպան կարող է դառնալ, բայց համեմատությունը ինձ դժվար է անելը։ Չէ, մեզ մոտ ընդհակառակը շատ ավելի հանգիստ է, շատ տարբերություններ կան գնդակով խաղի մեջ, բայց այժմ դրանից չխոսենք, ուղղակի նոր միջավայր է, արտասահմանցի ֆուտբոլիստներ, տարբեր տարիքի, որակի տարբերությամբ, մարզումային պրոցեսում տարբեր պահանջներ եւ այլն եկել է, կարելի է ասել, երիտասարդ ֆուտբոլիստներով թիմից ավելի հասուն թիմ եւ պատասխանատվությունն է հնարավոր է այդպիսի տպավորություն թողնում, բայց չկա լարվածություն։ Գիտեմ, կտեսնենք, ես իմ առանձնացնելու մեջ շատ հետաքրքիր գրոհ էր անցյալ Փյունիկի 91 ավելացած ժամանակում
գոլի հեղինակ դառնալ, բայց եթե ուշադրություն դարձեք երկրորդ գոլը մենք ինչ համբերատար կերկին խաղացինք, զուտ դրա համար չեմ կարող ասել կտեսնեմ։ Երևի թե չեմ էլ նայել դեռ, լավ գրող էր։ Անազմանյան վերջերս տեղեկություն էր տարածել, որը հետո պարզվեց այդպես չէ, որ Համբետ Սարգսյանը վերադարձել է Ուրարտու, հետո գնացել է ինքը Ուրարտուի սանա, հետաքրքիր է արդյոք շարունակող հաղթանել Ուրարտուին և տեղափոխվել է շարունակում է վաղցանոջալով հաղթում, թե այլևս է ֆուտբոլիստ չէ։ Չէ, նա Ուրարտուի ֆուտբոլիստ չէ։ Չէ, առաջին անգամ ճիշտ ասած լսում։ Նոր է ապակինվում վնասվածք ուներ։ Հուսանք մոտակա չեմ կարող կոնկրետ ժամկետ ասել, բայց հուսանք Արմանն արդեն վերադարձել է Ժիրոնել, հուսանք նախ կապակենվի շատ լավ եւ կվերադառնա եւ կօգնի թիմին։ Չենք մտածում, որ վնասված կստանա։